Ձյուն, բուք, մերկասառույց, Հայաստանի ճանապարհներին առկա իրավիճակն է։ Հանրապետության շրջանների մեծ մասում 2 օր է առատ ձյուն է տեղում։ Լեռնային առանձին վայրերում ցածր հորիզոնական տեսանելիություն է։ Սյունիքում կարող են երթևեկել միայն մարդատարները։ 2 օր է Սյունիքի մարզում առատ տեղումներ են, որ ուղեկցվում է քամու ուժգնությամբ, Շինուայր, Հարժիս, Տաթև լծեն, Գորայք, Զանգեր հատվածներում քամին շատ ուժեղ է, ամբողջ գիշեր աշխատում են, ճանապարհները երթևեկելի է մարդատար մեքենաների համար, կցորդիչների համար ժամանակավորապես փակ է ճանապարհները։ Մարզի բարձրադիր վայրերում ձյան ծածկը հասնում է 60 սանտիմետրի, դժվար անցանելի են Մեղրի լեռնանցքը, Լծեն, Տաթև, Գորայք, Զանգեր, Շինուհայր, Հարժիս հատվածները։ Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Տեղումներն առավել ուժեղ են Սյունիքում, հանրապետության մյուս հատվածներում արդեն քիչ թե շատ դադարել են։ Քամինը շատ ուժեղ, Գորայք Զանգերում, Մեղրու լեռնանցքում, եկել Շինուայր, Հարժիս հատվածում քամին ժամանակ ուժգնանում է, չի թողում որպեսզի ճանապարհը մաքրվի։ Նաև տեղումներ կա Շիրակում, Լոռիում, Ապարանում, բայց արդեն ամենաշատ տեղումները մնացել է Սյունիքում, այսօր տեղումները կտրվի արդեն վաղը բաց ճանապարհներ կունենանք ամենայն հավանականությամբ։ Մարզային փրկարարական վարչությունից հայտնում են հունվարի 18-ից տեղացած ձյան հետևանքով Սյունիքի ճանապարհներին արձանագրվել են նաև արգելափակված ավտոմեքենաների դեպքեր։ Լծենի, Գորայքի, Հալիձորի, Տաթևի եւ Շինուհայրի ճանապարհահատվածներում շուրջօրյա հերթապահություն իրականացնող փրկարար ծառայության առաջնային օգնության հենակետերի փրկարարական խմբերը հունվարի 20-ի ժամը 13-ի դրությամբ արձագանքել են քաղաքացիների օգնության 23 կանչի, ինչի հետևանքով քարշակվել է արգելափակված ընդհանուր 23 տրանսպորտային միջոց։ Մեր քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվում, որ այդ ճանապարհին գործ արած չի, բայց կապալառուները մաքրում են անընդհատ, ուղղակի ձյունը որ առատ է նորից ծածկում է, նույն աղավազով մշակումը էլ արդեն չի երևում։ Դրա համար հորդորում ենք ավելի մի փոքր դանդաղեցնել մեքենայի ընթացքը եւ անվտանգությունից ելնելով երթևեկել։ Անբարենպաստ եղանակային պայմանները հունվարի 21-ից ցերեկային ժամերից կդադարեն։ Մարզային փրկարարական վարչությունից, ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից շարունակում են հորդորել չմոռանալ խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Նարեկ Խաչատրյան, Սյունիք լուրեր։